խեցնելու բացարձակապես ես հայ մարդ եմ, զուտ գիտության ներկայացուցիչ, գիտական հետազոտող եւ բավական երկար տարիներ ես խորը ուսումնասիրություններ եմ անում աշխարհաքաղաքականության բնագավառում եւ ուզում եմ, որ այս իմ ասածները մարդիկ ընդունեն որպես վտանգավոր, շատ խիստ վտանգավոր գործընթացների կասեցման ուղղված քայլ եւ որ իմանան նաև, որտեղ մարդիկ, որ լսում են հարցազրույցներ, իրենք անդադ փորձում են գտնեն երկու հարցի պատասխան։ Այս մարդը ում մարդն է եւ որ պետությանն է միտված։ Ես ասեմ, որ ընդհանրապես որևէ անձ չեմ ներկայացնում, որևէ ֆինանսական կլան, որևէ կուսակցություն, որևէ քաղաքական ուժ, որևէ այլ պետություն, ես հայ մարդ եմ գիտությամբ զբաղվող եւ ուզում եմ այն գիտելիքներն իմացությունը, որը այս ժամանակների ընթացքում ինձ հասանելի է եղել, օգտակար լինեմ դրանով իմ ազգին։ Ինչ վերաբերում է այս կամ այն երկրի միտվածությանը, ես ոչ արևմտամետ եմ, այսինքն ոչ եվրոպամետ, ոչ ամերիկամետ, ոչ ռուսամետ եմ, բացարձակ ես միտված եմ ազգային մեր պետության ստեղծմանը, մեր էֆեկտիվ պետության ստեղծմանը, ազգային գաղափարաբանության հենքի վրա, գաղափարախոսության հենքի վրա էֆեկտիվ քրիստոնեական նորմալ պետության ստեղծմանը հզոր։ Հիմա, այսինքն որպեսի ուրիշ բաներ չփնտրեն, այլ այն ինչի մասին ես խոսում եմ, մեկը փնտրելու են գրելու են։ Դե հիմա ես ուզում եմ խոսենք մենք կարևոր մի իրողության մասին եւ խնդրում եմ ուշադիր լինեն այս իմ ասացներին նաեւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարները, որտեղ այս ինչ որ ասում են վերաբերում է նաեւ իրենց ընտանիքների, իրենց սերունդների պաշտպանությանը, իշխանությանը գտնվող անձերին, այդ քաղաքական կուսակցություններ, ընդդիմություն, չգիտեմ, քաղաքական մոլագարներ, որ հետևողականորեն ձգտում են իշխանությանը ամեն բանի ոչինչի առաջ չառնելով կամ քաղաքական ամբիցիաներ ունեցող տարբեր խմբերի, ուզում եմ ուշադիր եղեք լինեն այն մտքերին, ինչ որ հիմա ես կասեմ։ Ուրեմն ես ուզում եմ կարդալ Եվրոպական հանձնաժողովի համար գիտության, էթիկայի եւ նոր տեխնոլոգիաների գծով Եվրոպական խմբի համար 20 եզրակացությունը էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար ստեղծելու մասին Եվրոպական միությունում։ Այս եզրակացությունը հավանությանը արժանացել, փաստաթուղթը ընդունված է 16/03/2005 թվականին եւ հավանության է արժանացել Եվրամիության, ուրեմն Եվրոհանձնաժողովի կողմից, կառավարության կողմից Եվրոպայի։ Ինչ է գրված այս փաստաթղթում։ Այսինքն սա փաստաթուղթ է, որը իրենց կառավարման, քաղաքականության հիմքում է դրված։